Հայկական համացանցը ցնցվեց, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ ի նշանավորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Երեկ պարզվեց նաեւ թե ով է կանգնած այդ հիմնադրամի հետևում, եւ ահա Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի անդամներից էր նաեւ մեր ժողովրդին քաջ հայտնի Շարլ Միշելը, որի հանձնառությամբ Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեին ըստ իր ձևակերպման էթնիկ հայերը միջազգային մեխանիզմներով ապահոված անվտանգության եւ իրավունքների ներքո։ Եթե Միշելի տեսլականը էթնիկ զտված եւ հայաթափված Արցախն էր, ապա անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել։ Իմ հիշողություններում Շարլ Միշելը տպավորվել է հատկապես նրանով, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ընդամենը 12 օր անց Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական մասշտաբային հարձակման։ Հայաստանի ինքնիշխան տարածքները օկուպացվեցին եւ մնում են այդպես մինչեւ այսօր։ Հայ-կին զինծառայողը անդամահատվեց, հայ անզեն ռազմագերիները գնդակահարվեցին դիրքում եւ չեղավ ոչ մի միջազգային հայց, ոչ մի հետաքննություն, ոչ մի դատապարտում, զրո հետևանք։ Մեր ժողովուրդը չպետք է խաբի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ, ընդհակառակը անհրաժեշտ է հստակիտակցել, որ որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաեւ Ադրբեջանի ձեռքը։ Քանի որ նա չի ներկայացնում արդարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ Եվրամիության կողմից ներկայացվող արժեքները։ Միշելը Ալիևի հերթական թշվառ լոբբիստն է եւ այս մրցանակը նա բերել է Փաշինյանին ի աջակցություն առաջիկա ազգային ժողովի ընտրություններին, որպեսզի մեր ժողովուրդը խաբվի եւ վերընտրի մրցանակակրին։